Իսրայելը չի դադարեցնի, որովհետև Իսրայելին հաջողվել է ոչնչացնել Իրանի հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանությունը ամբողջովին։ Այսօր 24 ժամ շարունակ արդեն 4-րդ օրն է իսրայելական օդուժը ոչնչացնում է Իրանի կարևորագույն ռազմական բազաները, կետերը եւ այլն, եւ դա շարունակելու է։ Բնական է, Իսրայելը շարունակել է օգտվել այս վիճակը, գերակայություն ունի բացարձակ այդ գերակայություն ունի, ոչինչ չի կարող Իրանը անել։ Իրենք աղալու են, մաղելու են, գնալու են, որովհետև ինչն է նպատակը Իսրայելի։ Նպատակը առաջին նպատակ ոչնչացնել Իրանի ռազմական կարողությունը եւ խաղաղությունը ազում։ Ի տարբերություն մեզ Իսրայելը չի բավարարվի հայտարարությամբ միայն, որ պատրաստ է։ Ասում է դիմացինս ինչ չի ճանաչում, իսկ Իրանը չի ճանաչում Իսրայելի գոյության իրավունքը, հետեւաբար ես պիտի զրկեմ նրան բոլոր կարողություններից ինձ ոչնչացնելու։ Միակ կարողությունը, որ Իրանը հնարավորություն ուներ ոչնչացնելու Իսրայելին, դա եթե ձեռք բերել ատոմային զենք։ Դրա համար հիմա բոլոր կարողությունները ոչնչացան։ Մի խնդիր ունի Իսրայելը, որը դեռևս չի կարողանում լուծել, դա այսպես կոչված այդ Ֆարդա կենտրոնի ոչնչացումն է, որը սարի մեջ է փորած մոտ 100 մետր խորության վրա եւ այլն, ինքը դրա կարողությունները չունի։ Թրամփի դիրքորոշումը հենց դրանով է պայմանավորված։ Թրամփը չի կարողանում որոշի արդյոք Միացյալ Նահանգները մասնակցեն, թե չէ, որովհետեւ մասնակցությունը շատ կարևոր է։ Այն ռումբի տեսակները 10-ից 15 տոնանոց, որ ունեն աշխարհում գոյություն ունի միայն Միացյալ Նահանգները, դրանք հատուկ հրթիռներ են եւ այլն, որոնցով հնարավոր է ոչնչացնել։ Եթե Ամերիկան չմասնակցի, ուրեմն Իսրայելը շարունակելու ավելի երկար, եւ այսօր Բոլտոնին է լսում, Բոլտոնը շատ պարզ ասեց. Իսրայելը այլ ճար չունի, բացարձակությամբ երկար օրեր շարունակ այդ կետը ռմբակոծելու, հրթիռակոծելու արտաքին կենսապահովման միջոցները ոչնչացնես կեն օդափոխման համակարգ, էլեկտրական սնուցման եւ այլն։ Իրանի հակադարձ գործողությունը չի բերում Իսրայելի ոչնչացման։ Առ այսօր պաշտոնապես 24 հոգի ազով է։ Գուցե ոչ պաշտոնապես 3 անգամ ավել։ Թող այս ամբողջը բերի նրան, որ մի քանի 100 իսրայելցի կզոհվի։ Դա ինչ է Իսրայելին։ Թրամփի վրա ներամերիկյան ճնշումը բարձրանում է մեկ, ռազմական մասնակիցները իրանն էլ դա բացատրում են։ Հիմա դրանք մի կողմ Իսրայելին, իրանք ասում են այսպես. Մեզ պետք է որ Իրանը ատոմային զենք ունենա, պետք չի։ Կա համաշխարհային կոնսենսուս, որ Իրանը չպետք ունենա ատոմային զենք։ Կա, ուրեմն պիտի զրկենք Իրանին այդ կարողությունից։ Ստեղ ուրիշ հարց է։ Իրանի հիմա կանք Իրանի հակառակ։ Իրանն ասում է, ես այս անում եմ խաղաղ նպատակների համար։ Ասում են խաղաղ նպատակների համար մինչև 2% հարստացում պետ ուրանիումի, դու ինչ ես 60% անում։ Կա ամերիկյան արդեն տարիների վեր, առաջարկ ամիսների վեր, դա միջազգային կոնսորցիումի ստեղծումն է եւ հարստացված ուրանիումի տրամադրումը այն երկրներին միջին արևելքում, ովքեր կունենան ատոմային կայաններ, այսինքն։ Հիմա Հայաստանը ունի չէ ատոմային կայան։ Մենք բայց ուրանիում չենք հարստացնում։ Մենք առնում ենք դրսից բերում ենք։ Հիմա նրանք ասում են Իրանն են ասում, ուզում ես ունեցի, բայց մի հարստացու։ Այստեղ որևէ մեկը Իրանի ատոմային ծրագրի դեմ չի, Իրանի ատոմների հարստացմանն են դեմ, այս է ամբողջ հարցը։ Առավել եւս Մագատեն պաշտոնապես հայտարարեց, որ Իսրայելը ոչնչացրել է կետեր, որոնք հայտարարված չեն եղել պաշտոնապես Իրանի կողմից, բայց հաշվի առնելով, որ այդտեղ տեղի ունի ռադիոակտիվ ֆոնի բարձրացում, դա վկայություն է, որտեղ այո իսկապես եղել են ուրանիումի հարստացման լաբորատորիաներ։ Սա լուրջ մեղադրանք է Իրանի հասցեին։ Հասկանում եք, հեսա, մնացածը ձեր ասածը Իսրայելի կողմ, դա գինն է, թե Իսրայելը ծանր գին կվճարի սրա համար, թե թեթև գին կվճարի, այդ ուրիշ հարց է։ Բայց որ Իսրայելը պատրաստ է անգամ ծանր գին վճարելու, հասկանալի է, որովհետև եթե դիմացինդ քեզ սպառնում է ոչնչացնել, դու մասն ես տալիս ամբողջը փրկելու համար, այդ գինը միշտ էլ ավելի քիչ է, քան ամբողջը, որովհետև մասը ավելի փոքր է, քան հիմա, հեսա Այո, ինչ որ բաներ ամենամեծ կորուստը Իսրայելը եղել է այնտեղ նավթի զտարանի եւ երկու բանը։ Մնացածը շենքեր են։ Դա 8-ին օր է դեռ, պարոն Պապյան։ Այն չեք որ դեռ նոր։ Դե լավ, 8-ին օրը, չէ, բայց այսպես է, չէ, ցանկացած օր
ավելի շատ բանա Իրանում ոչնչացվում, քան Իսրայելում։ Սա հստակ էս իհարկե, չէ, նաև տեսեք, ամենակարևոր խնդիրը հետևն է, Իսրայելը չի զրկվում իր ամենակարևոր բանից, ինչպես Իրանը։ Իրանը զրկվում է ատոմային ծրագրից։ Դուք պատկերացրեք մի վիճակ 70 թվականի հեղափոխությունից հետո երկու նպատակ է Իրանը ունեցել։ Մեկը դա իսլամի հեղափոխության արտահանումն էր, եւ դա անում էր Հեզբոլայի, Համասի, Հութիների եւ բաների միջոցով։ Այսօր ուր են նրանք։ Բոլորին արդեն ոչնչացրել է Իսրայելը։ Եվ դրա այդ ընթացքում էր տալի, որ հաջորդ թիրախը լինելու է Իրան չկան, անգամ Ասադը չկա։ Մյուսը, այսինքն այդ հաջորդ մյուսը ատոմային ծրագիրն էր։ Ատոմային ծրագիրը արդեն առնվազն մի 20 տարի հետ անգել։ Որտեղ այսօրվա վիճակով ինչ որ ոչնչացվել է, Իրանին տարիներ եւ միլիարդներ է պետք լինելու վերականգնել։ Իսրայելին հակառակը։ Իսրայելը երկու ամսվա ընթացքում այս կորուստները կվերականգնի, մի քանի շենք կքանդվեն, մի քանի բան էդի խնդիր չի, ինքը շատ արագ կանի։ Ի վերջո պետք է հասկանալ, որ այն հարթիրները եւ դրոնները որ գալիս են, դրանց մի զգալի մասը տեղ չհասնում, այո, հասնում են։ Եվ Իսրայելի տեսակետը շատ պարզ է։ Ես չեմ կարող ստեղծել այնպիսի համակարգ, որ 100%-ով ոչնչացնեն բոլոր հրթիռները։ Հիմա այդ 20%-ը որ տեղ է հասնում, վատագույն դեպքում շենքաքանդում, ինչ որ մի բան անում։ Բայց եթե դա լինի ատոմային մարտագլխիկով, իմ երկրի կեսը կգնա։ Հետևաբար ես ամեն ինչ պետք է անեմ, որպեսզի Իրանը չունենա ատոմային զենք։ Բալկաններից հետո, որտեղ 90-ականներին տեղի ունեցան մի շարք պատերազմներ եւ վերադասավորություններ, հաջորդ հերթը Միջին Արևելքն է։ Եվ այդ Միջին Արևելքի փոփոխությունները մեզ համար հնարավորություններ են բացելու եւ մարտահրավերներ։ Հնարավորություններ եւ դրա համար այդ Ուլսենյան իրավարարվեցի այդ հնարավորությունների շարքումը դու պիտի ստեղծես այդ հնարավորությունը, որ դա օգտագործես։ Ես ստանալուց հետո պահես Պահես, ստեղծես, շարունակես եւ այլն։ Հիմա ոչ թե ստանաս ու մի քանի րոպե առաջ ես նշեցի, որ ադրբեջանա-թուրքական զորավարժություններ են Նախիջևանում եւ նշեցի, որ Հայաստանի դեմ են եւ ոչ միայն, այդ ոչ միայն նաեւ Իրանն է։ Եվ պատահական չի, որ Իրանը այնտեղ հսկայական ցամաքային զորքեր է պահում։ Այստեղ հասկանանք Իրանի թուլությունը Իսրայելի նկատմամբ դա ռազմաօդային խնդիր է։ Ցամաքային պատերազմի դեպքում Իրանը հեշտությամբ կախտեր Իսրայելին, բայց Իսրայելը լավ է հասկանում, որ երկրներ կան։ Հիմա այն մյուս գիշատիչները Թուրքիան ու Ադրբեջանը ատամները սրած սպասում են այս պատերազմի արդյունքին։ Արդյոք Իրանը այնքան կթուլանա, որ իրանք կարողանան հարձակվեն եւ ինչ որ մի բան փոքեն տանեն։ Այսա մեզ համար, այրիս համար ամենավտանգավոր պահեսը։ Եվ Արևմուտքը հասկանում է, Արևմուտքը չի ուզում Իրանի բացարձակ թուլացում։ Արևմուտքը ուզում է Իրանին զրկի ատոմային զենքի հնարավորությունից, բայց ոչ Իրանի տրոհումն է ուզում, ոչ էլ Իրանի շատ թուլացումը, որտեղ Իրանի թուլացումը վերելու է տարածաշրջանում հավասարակշռության խախտման եւ օրինակի համար նույն Թուրքիայի դերի շատ ավելի բարձրացում։ Պատմականորեն միշտ Թուրքիան եւ Իրան իրար հակակշռել են, սկսած դեռ 1502 թվականից այդ շիիզմի պետականացումից հետո Իսմայել առաջին այդ ամբողջը կա։ Այստեղ խնդիրը սա է, եթե հաջողվի ըստ Արևմուտքի տեսանկյունը հետեւյալն է, եւ կարծես դառնել Ներողություն, Արևմուտք, քանի որ հիմա մի քիչ տարբեր ենք ընկալում եվրոպական Արևմուտք եւ Միացյալ Նահանգներ, Եվրոպայի մասին է խոսքը, Միացյալ Նահանգներ, թե եւ Եվրոպան եւ Միացյալ Նահանգները վերաբերում այն ինչ դուք ասում եք։ Երկուսը այդ առաջերտին Միացյալ Նահանգներ։ Միացյալ Նահանգները բացարձակ հզորագույն ռազմական ուժն են եւ առանց իրանց որևէ խնդիր չի կարող լուծել։ Միջին Արևելքում զենքի օգտագործումը շատ կարեւոր է։ Եթե հաջողվի պարտադրել Իրանին, որ նա հրաժարվի իր ատոմային զենքի ծրագրից, ոչ թե ընդհանուր ատոմային զենք, որը գնում են, եւ ինչ որտեղ ռեֆորմիստների ավելի մեղմ իշխանություն կա, ասենք նույն Ռոհանին վերադառնա, Զարիֆը, բան, որոնք շատ ավելի կողմնակից են Արևմուտքի հետ, եւ Իրանը ճանաչի ՄԱԿ-ի բանաձևը Իսրայելի ստեղծման մասին շատերը մոռանում են, որ այս կոնֆլիկտի հիմքում նա է, որ Իրանը չի ճանաչում Իսրայելի գոյության իրավունքը, թե ժամանակին ճանաչել է եւ սերտ հարաբերություններ է ունեցել։ Այսինքն ինչի է Իսրայելը հարձակվում Իրանի վրա։ Ասենք գժվեց հարձակվեց, չէ, որտեվ Իրանը ամեն
կենտ օրերին ասում է ոչնչացնելու եմ Իսրայելը, զույգերն էլ ասում են ծովն եմ տապելու բոլորին։ Սա է պատճառը, այսինքն հիմա ինչի է Իսրայելը լավ հարաբերություններ սաուդցիների հետ, եգիպտացիների հետ արաբական միացել, որտեղ ճանաչում են գոյությունը, բանն անում։ Սա է հարցը։ Այնտեղ միակ խնդիրը, որ կարող է շարունակի մնա, դա Գոլանի բարձունքներն է Սիրիայի հետ, որտեղ ջրի պաշարի խնդիր կա եւ այլն, այդտեղ ուրիշ է, բայց դա Սիրիայի հետ հարց է։ Անկամ Սիրիայի հետ տեսեք, այսօր Սիրիայում մի վարչախումբ է ստեղծված, որը բավականին, այսպես ասած, դրական չասենք, որ թշնամական չի արտահայտվում Իսրայելի նկատմամբ, բայց Իսրայելը շարունակում է ռմբակոծել ու գնդակոծել ու ոչնչացնել այդ նոր վարչախմբի ռազմական հնարավորությունները, որտեղ Իսրայելը ունի դարափորձ, ասում է, ես իր բարի դրացիական հայտարարություններով չպետք է բավարարվեն։ Ես պիտի հասցնեմ այդ ռեժիմին օրի, որ ինքը չունենա բավարար զինված հնարավորություն ինձ սպառնալու համար։ Ազգային ժողովրդական բևեռ կուսակցություն է, բևեռերը, որտեղ երբ որ մենք սա ստեղծում ենք, չենք ուզում որպես կուսակցության հանդես գալ, այլ այդտեղ ազգային եւ ժողովրդական ուժերը։ Մենք տարուկես ունենք ոչ թե խորհուրդ, այլ նախաձեռնող խումբ, դիմել ենք շատերին, նրանք ովքեր եկան միացան մեզ, դա ստեղծվեց։ Իսկ կուսակցություն ենք, որտեղ օրենսդրությունը պահանջում է, կուսակցությունները կարող են միայն մասնակցել ընտրություն, սա մեկ։ Մյուս հարցը նա է, որ առաջի հարցը, որ ես Սևրի պայմանագիր ինչպես կարող ենք, ես ավելի շատ խոսել եմ Ուիլսոնի իրավարար վճռի մասին, որովհետև դրանով է սահմանը որոշում, կարող է այս եւ իմ պարզապես ժամանակն ու հնարավորությունները չի ներում դրանով շատ ավելի զբաղվելու, խոսքը դա հնարավոր է այսպես ժամանակին 1927 թվականին, երբ որ հարց բարձրացվեց ամերիկյան սենատում հաստատել 1923 թվականի օգոստոս 6-ի դիվանագիտական հարաբերությունների Թուրքիայի հետ վերահաստատման պայմանագիրը, դա մերժվեց պատճառով, որ իրավարար վճիռը ուժի մեջ է։ Սա անտեսելով, այսինքն սենատի այս որոշումը անտեսելով, պետքարտուղարությունը այնուհանդերձ գնաց հարաբերությունների հաստատման։ Ճանապարհը հետևյալն է, որ ամերիկյան հայցվորը, այսինքն ով որ տուժել է, ամերիկյան դատարանում բարձրացնենք հարցը սենատի անունից կամ մի որևէ սենատորի անունից ընդդեմ պետքարտուղարության, որ նա ոտնահարել է պետական որոշումը, դրանով այս հարցի վերաբերյալ ստանալ ամերիկյան դատարանի որոշում, որ իրավարար վճի, այսինքն որ խախտել է պետքարտուղարությունը իր իրավունքները գերազանցել, այսինքն իրավարար վճիռ ուժի մեջ է, ապա դիմել գերագույն դատարան պահանջով, որպիսի Միացյալ Նահանգները իրենց պարտավորությունները կատարած են։ Սա ներամերիկյան գործընթաց է։ Ինչն է խանգարում այդ գործընթացին, որտեղ ժամանակի միջոցների պակասը եւ այլն, դրա համար պետք է, ասենք, նստենք, ես այս ամբողջ բաներով չզբաղվեի, մի մեծ խմբի հետ նստենք, տարիներով զբաղվենք, գիտեք, մի հատ դատական գործ ալնում, 200-300 հատ փաստաթուղթ ու բան ալնում։ Խումբ ունեք այս պահին։ Չէ, չունեմ, այս պահին, սա մասին շատ եմ, սա բարդ հարց է։ Չի ստացվում որովհետեւ մարդիկ կան սեփական նախաձեռնությամբ այն թեման, որը դու սկսում ես մի քիչ բարձրացնել, մարդիկ կա սկսում են չարաշահել եւ օգուտի փոխարեն վնասել են տալիս եւ այլն։ Սա բան է, սա ավելի բան հարցա երկար, ամեն պարագային այդ ուղղությամբ աշխատանքը մենք տանում ենք, տարածում ենք, խոսում ենք, ասում ենք եւ որոշ շրջանակների հետ պետքա դեռ փակ աշխատել է սա բանը, հատկապես խոսքը գնում է այն, այսպես ասած, ազգայնական քրիստոնյա շրջանակների մասին։ Եթե Փաշտյանը հեռանում է Ռուսաստանից, ո՞նց է 95% զետն ու ցորենը առնում ենք Ռուսաստանից, այդ ո՞նց է շարունակում ենք մնալ ԵԱՏՄ ՀԱՊԿ եւ ինչով է հեռանում։ Ես ուզում եմ գործողություն, դուք մի հատ վկայակոչեցիք Մեղրիից ռուս սահմանապահների հանելը։ Նախ նրանք դեռ ընտեղ են, կներեք, հələ գնացեք նայեք, ռուս զորքերն մի բան էլ այդ հեքիաթ է, այն ինչ վերաբերում է Զվարթնոցին, էլի հեքիաթ է, իրենք այնտեղ ունեն բոլոր մուտք բոլոր բաներին, տվյալներին եւ իրենք են դեռ կառավարում։ Մենք այդ դեպքերն ունեցանք, չէ՞, որոշ մարդկանց ցույց չտվեցին մտնել, բայց դա ցուցանիշ չի, հեռանալու է նա, որ առնվազն այդ կազմակերպություններից դուք դուրս։ Պարոն Միրզոյանը, Լավրովի արծի ժամանակ ասեց,
Իրան հավատացեք, ինչ չեք հավատում, որ մենք չենք դիմել Եվրոմիության անդամակցելու համար, մենք որևէ նպատակ չունենք վեկտոր փոխելու, մենք չենք ուզում դուրս գանք ԵԱՏՄ-ից։ Էլ բանը որն է, իսկ եթե իր քայլերով պրո-ռուսական է, մի քանի հակառուսական հարցազրույց տալը, մի քանի թերթի դեռևս իրեն չի սարքում ռուսների դեմ։ Եթե ամփոփում ենք 1 վայրկյանով, եթե այսպես նկարագրենք, դոփում ենք տեղում, գնում ենք դեպի առաջ, դեպի մեր խնդիրների լուծումը, թե հետ քայլ ենք անդադ, հետ քայլերով գնում ենք ավելի։ Վլադիմիր Լենինն ասում էր՝ մի քայլ առաջ, 2 քայլ հետ։ Հիմա մենք որտեղ ենք։ Մենք 2 քայլ հետ անում, մենք ավելի պրո-ռուսական ենք այսօր, քան Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը։